Դիտակ են, ես հիմա տեսա, որ նախորդ ելույթում կար եւ Բագրատ Սրբազանը, Վարդան Ղուկասյանը, ես Վարդան Ղուկասյանը, երբ Հովհաննես Թումանյանի տունը առավ, Վրաստանում էր իր անձնական միջոցներով, առավ նվիրեց հայ ժողովրդին այդ տունը եւ դա հիմա հայերինն է, որտեւ նա համարեց դա ամոթ է, որ մեր մեծ պոետի, բանաստեղծի, գրողի տունը ինչ որ մեկը գա առնի եւ երբ իմացել էին դա ինչ տուն է գինը ավելի բարձրացրել էին միևնույնն է Վարդան Ղուկասյանը այսինքն մեջը հայրենիք ունի չէ իհարկե հայրենիք ունի ազգունի եւ շարունակություն եթե նա շարունակություն չի տեսնում չի գոռում ապագա կա այս փսլնկոտների պես ինքը այդ ապագան ստեղծողներից է Եվ տեսեք, միանգամից կալանավորվում է։ Ես իրեն շնորհակալություն եմ եղել, որտեվ շատ ժողովրդական է, որտեվ ճիշտ է զգում ժողովրդը, որտեվ իրա Գյումրեցու դարդուցավ ամեն ճիշտ է զգում։ Ես այդ տունը մեզ նվիրելու համար շնորհակալություն եմ եղել Վարդան Ղուկասյանին Եվ այո, ոչ մի հայ անպատիժ չի մնում, ոչ մի ազնվազարմ հայ, եւ մենանք տեսնում ենք, իսկ Աշոտը Երկաթ, որ իսկապես լավագույն հրամանատարներից է, ստեղծագործական ջիղ ունեցող, գրական ջիղ ունեցող, տաղանդ ունեցող այդ մարդը, որ մենք լսեցինք նաեւ մեր սիրելի գնդապետը, ասաց, որ այդ մարտերի մեջ ինչ առաջնային դեր է ունեցել, եւ հիմա տարել եք փաղար ամոթի իր հայրենիքի մեջ, հայրենիքի ազատարարին տանում փակում է կարա, եւ այն փսլնքոտներ որ հիմա հայտարարում են թե մերը չի եղել երկրապահի էլ տո են պարլամենտի էլ են սուտի գեներալ մեներալ որ ասում են այդ երբ է մերը եղել որ այդ իրասնա իսկ մի քայլ առաջ իրենք էլ չէ իրենց վրա թքում էին ասում են դες մերն է որ տանք շատ բան են ուզում ով արա Դուք էլ ոչ գեներալ եք, ոչ ազատարար եք, դուք ոչինչ եք, Նիկոլ, որ ասում ես վերադարձնում եմ, բայց մի հատ այդ քո կողքի եղածներին հլը կանչի, ասա, արա, դուք ես որ այսքան միլիոնների դոլարով տեր եք դարել, ինչով եք դարել, որպես ազատարարներ, բայց հիմա իմ կողքը կայնացիք, ասիք դա մերը չի, դե դրանք հետ տվեք Դրանք հետ տվեք, որովհետև դուք արդեն ուրացել եք են, ինչը ազատել եք։ Բա այտենց բան արա մի հատ էլ ասեն կարա տեսեք, այս տղեն ամեն դեպքում այսքան չարկապատկան լինելով Լրիվ չի վերացել, լրիվ չի ցնդել։ Հələ մի հատ sense փշուր մեջը հայկականություն կա, չկա։ Բացարձակ չկա։ Սրանցից որևէ մեկի մեջ չկա։ Եվ սրանց միակ թշնամին հայ ժողովուրդն է, հայերն են, հայերի ոգեղենությունն է եւ իսկապես էլ վախենում են, բա որ ասենք, իսկ ես շատ կուզեի, որ մինչեւ ընտրություն կարողանային այդ իմպիչմենտի անվստահության այդ գործընթացը կայացնել եւ ցույց տալ, որ նրանք էլ ովքեր ի վերջո հասկացել են, որ եղել են չարքապատկանի կողքը, ով բազմաթիվ ավերածություններ ա բերել։ Ես հիմա տեսել եմ մեկը կար ասում էր, «Այմար ես ճիշտ է իրաց կազմում եմ եղել, բայց թալան չեմ արել»։ Ինձ էլ են դատելու, բա ինչ են անելու։ Դու նպաստել ես այդ թալանին, դու նպաստել ես այդ հանցանքներին, եթե դու անմիջապես ինքդ քեզ համար չես արել, բայց դու նպաստել ես ամեն ինչով, որ սրանք այդ թալանը, այդ կոտորածը երկրի վերացումը իրագործեն։ Սրանց համար անտեսանելի է, որովհետև Եվ այդ նախախնամությունը, որ ավտոբուսն ասեց գնում է Եռաբլուր։ Գիտեք հիմա հիմա ասել ինչ ասեմ, իրանք ամեն ինչը կարան տենց սարքեն եւ այդ պատահական ստացվել է որ չեն սարքել եւ այո գնում է Եռաբլուր եւ իրանք իհարկե այնտեղ չէին գնա, իրանք չէին գնա այնտեղ Եռաբլուր գնան ինչ անեն, տեսնեն քանի արյուն են խմել, դա ձեզ չի կարա ներվի եւ ես մի առիթով երբ մի հավաքի ժամանակ Կարին Տոնոյանին ասացի, գիտես, ինքը մեզ էլ սպանեց, այս քպն, այս Նիկոլը, այս պարագլուխները, ասաց ուրա թե սպանային, մենք ավելի վատ վիճակում ենք, եւ հետո հասկացա, որ ինքը շատ ճիշտ ասեց, որ այո, մենք ավելի վատ վիճակում, այդ կարոտախեղտ լինելը, այդ չգիտեմ, այս Անուշ լինել է, որովհետև այդ աշխարհի, չգիտեմ, բաները հավաքել է այդ ոստիկաններ ու չգիտես ինչեր շրջապատել է, որ կարենա ստեղից ընդեղ հետա, եւ ես ասել եմ, սա որ այդ ուղևորումները թարգի ես երկրի մեջ այդ մի հատ աշխատավարձ ստանում է էլ լապը, մի հատ էլ այդ ամբողջ ծախսերն է այդպես անում։ Մենք կկարողանանք լիքը մանկապարտեզներ, դպրոցներ ունենալ, եւ այս ասֆալտներն էլ այս վիճակում